կազմում, դա արդյոք մեր բանակին այսօր պետք է եւ արդյոք դրանով արդյունավետության հարցը կլուծի եւ արդյոք դա խնդիրներ չի ստեղծել բանակում։ Ոչ մի խնդիր պետք է դարձնեն 6 ամիս ծառայությունը։ 1 տարի 6 ամիս նկատի ունեք։ Ոչ, Ընդհանրապես 6 ամիս։ Ընդհանրապես 6 ամիս։ Այդ երեխեն գալիս է ծանոթանում է զենքին տիրապետում է, կրակում է եւ այլն, այնքանով որ զենքին ծանոթ։ Գնում իրանց տուն, վերջ ավարտում է 6 ամսում։ Մնացած անցում են պրոֆեսիոնալ բանակի։ Եթե երեխու հետ նորմալ պարապել եք, նորմալ այդ 6 ամիսը, դրանց շոր մի 5-10% կարող է ցանկություն հայտնի հետագա իր բանակում իր կյանքը կապի բանակի հետ։ Նրան տանում ես արդեն տարուկես խորացված անցնում է բոլոր զենքի տեսակների, իր ֆիզիկապես եւ այլ, ու պայմանագրի ստորագրում է ծառայում 20-25 տարի պայմանագրով։ Ստանում է $2000 աշխատավարձ, 13 զարպլատա, ասենք 26000 տարեկան դոլար է ստանում, այդ զինվորը։ Սպանել ասենք 3000-ից եւ վերջ այդ շրջանակում։ Սերժանտը ասենք 2400։ Ընդհանուր գումարը կազմում է պայմանական ասած էս շտիվը։ Թվականակի ամբողջը հաշված է, ոչ մի կա եւ իջեւ 35-36 տարեկան է, ես դա բազմիցս ասել եմ։ Այս խնդիրները լուծվող խնդիրներ է եւ հզոր, որովհետեւ ժամանակ Աստված ոչ անի պատերազմ լինի, ինչ որ մի բան լինի, չեք ասում ժողովրդին, չեք հավաքում, տանում մասարուբկա։ Այս ինչ անում ենք, անպատրաստի մարդուն տանում ենք մասարուբկա, նայեք Իսրայելին։ Իրան ունի 50,000-ից պրոֆեսիոնալ բանակ պատերազմ, ասում ենք իր մոբ ռեսուրսեր, որ հավաքում է այն պրոֆեսիոնալից, որ գնացել է տուն։ Դրան, այլ ոչ թե հասարակ քաղաքացուն վարորդին բերի դնի պլիմյոտ չի կասա դե գնա մեռեք, արի սիրեմ։ Հասկանում եք, սա խնդիրներ է, պետք է փոխվի։ Այս մարդիկ չեն ուզում դա անեն։ Ինչի չեն անում, ընդհանրապես բանակ չեն ուզում ունենան, խի, որովհետև ասма երկու ցուլ կաղնած են Ադրբեջանն ու Թուրքիան, մենք կարմիր փալազոն մեջտեղ մեկա որ գան, մենք պիտի հանձնվենք։ Այսինքն եթե Չինաստանը միլիարդ ու կես է, հա, ում վրա գնա պիտի հանձնվեն, որովհետև բանակ պետք չի ոչ մեկը պահեն։ Ըստ Նիկոլի, հա, դա Նիկոլն ասում, ես չեմ ասում։ Այսինքն ով որ մեծ է, ուժեղ է, շատ է զենքը, նա մեկը հաղթում է։ Դա համար ինչ ասում են արեք։ Այդ խելքի մարդը պետությունը ղեկավարում այսօր։ Ժողովուրդ, դա ես ոչ մեկին չեմ վիրավորում, ես ասում եմ փաստը, ինքն է ասում իր բերանով հրապարակային։ Դա ասում է խաղաղություն է, բանակ պետք է։ Նույնց եմ ասում, խաղաղությունը մեզ պետք է եւ այդ խաղաղությունը մեկ ունեք, ուզեք, չուզեք, այդ խաղաղությունը կա, խնդիր եղել է Ղարաբաղ, Ադրբեջան, խնդիրը հանձնել եք։ Նայեք, ինչ քաղաքականություն ենք վարել մենք 30 տարում, որ սեփական ժողովրդի իր հաղթանակից զզվի։ Մարդիկ զզվում, ինչ խոսում եք, ասում եք Ղարաբաղ, եթե առաջներում Ղարաբաղը դե պատերազմում ենք, բան պետք է յոլա տանենք, պիտի այս մեկ արեք, պիտի յոլա տանենք, մեկը պիտի, ասենք ամեն ինչով կապել է Ղարաբաղի հետ, որ հասարակությունը զզվի։ Ու զզվել է։ Այս էլ եկել է հանձնել հիմի ծափ են տալիս սախ։ Խի, որտեվ այն ամբողջ քաղաքականությունն է բերել դրան։ Հիմա էլ անհատների, անձիկ, որոնք ծառայություն են մատուցել այս երկրին, իրանց եք փչացնում։ Փչացնում եք առավոտից իրիկուն չեք ուզում հասարակության մեջ մեկը մնա, որ երկու հոգի բարևեն։ Դրած առավոտից իրիկուն փչացնում եք, ինչ եկա, մարդասպան, բռնաբարիչ, սպանեց, կերավ, հասկանում եք ժողովուրդ, հասարակության 99 թվականի, 2000 թվականին Հայաստանի ամբողջ դատախազություն, քննչական, բան, անվտանգությունը բանով թափվել են Ղարաբաղ, որ այդ բռնաբարվածներից մեկին ճարեն, կամ այդ թալանչիներից, կամ խնդրեմ, մեկը ճարել է, քրեական գործը հիմա իրանց մոտ է, այնա նայում են, թող քննեն, շատ լավ քննեն, հասկանան, որ իրանք են բռնաբարիչներ, ցելի ազգին են, բռնաբարում, ոչ թե մենակ ինչ-որ մեկին։ Իրանք են այս ինչ ֆունդամենտ դրել են, անում են, չի կարելի ժողովուրդ, դուք այդքան չկաք, մենք մաքուր ծառայել ենք մեր երկրին, այնով որ
թալանչի է, տեղ Բայց ձեր կերպարը շատ հակասական է, պարոն Բաբայանի։ Իմ կերպարս հակասական չի, լսեք ասեմ, անկեղծ, ես չեմ ուզեցել ընդհանրապես անդրադառնամ նման հարցերին, որտեղ արդարանալու ոչինչ չունեմ, ունենք, եթե ես անցանք եմ կատարել, ասում են բռնաբարել է կամ ասենք սպանել է։ Հիմա ասում եմ օրենքը ձեր ձեռքը, ձերբակալ է, խիչ եք ձերբակալում։ Հիմա պետք է դուք կամ այն ով որ ասել է նրան ձերբակալ է, կամ ինձ։ Չէ՞։ Հակառակ դեպքում ես ասում եմ դուք բանդա եք, պետություն չեք, ղեկավարությունը։ Դուք մասնակից եք այդ ընդհանուր։ Եթե փաստեր գիտեք, չեք գործողություն։ Հացը ձերբակալ եք, ես բռնաբարի չեմ, չգիտեմ, մարդասպան եմ, խիչ եք ձերբակալում։ Եթե այն ով որ արտահայտել է, սուտ արտահայտել, նրան ձերբակալ եք, որ պարակտում է հասարակությունը եւ այլն եւ այլն։ Հիմա ոչ նա եք անում, ոչ նա ընդունենք մենք ձեր հետ միասին, որ պատվիրատուն հենց իշխանությունն է լինում։ Հա, սա առաջի իշխանությունը չի։ Նիկոլը էստաֆետան վերցրել է, դրանից առաջ։ Այդտեղից սկսած, տես որ թվականից են Բաբայանին այդ հակասականը աս։ Բայց ամբողջ ազգով թափվել եք Բաբայանի վրա 99 թվականին, բան չգտաք դատեք։ Չկարողացաք դատեք։ Այդ ձեզ ոչ մի բան չի ասում։ Ոչինչ չեք ուզում ընդունեք, որ այդ հակասականն եք դուք ստեղծել, ձեր մեջ, ձեր ուղեղի մեջ եք դրել, հա, կոկոլն էլ եկել է, վերցրել է այդ բանը, այդ էստաֆետան ու շարունակում է առաջ։ Իրար բանանելով, պահելով գնում են հինյուրն ու նորերը։ Չեք տեսնում դա, չի երևում, ժողովուրդ։ Ես չէի ցանկանա ընդհանրապես դրան անդրադառնամ, բայց մի լավ խորհուրդ կտամ, եթե իրանք միջև ընտրություններ 26 թվականը չձերբակալեն կամ ինձ կամ այդ ասողներին, ուրեմն իրանք են պատվիրատուն ու ժողովրդին կխնդրեն, որ ձայն չտան այդ մարդկանց, որտեղ իրանք պարակտում են ժողովրդը իրար դեմ են հանում, հետո ասում են մեզ միասնություն է պետք։ Բայց նպատակը ո՞րն է, որ ձեր դեմ նման քարոզչություն է արվում։ Դե չգիտեմ, դա արդեն իրանք պիտի ասեն ինչ նպատակ են հետապնդում։ Ասենք չենք ուզում, որ մեր երկրում մի բան փոխվի, մեկը լինի, որ արտահայտվի դրա մասին։ Այսինքն ձեզ թվում է, որ սովետի բանտերը կամ այսօրվա Հայաստան, Արցախ չկարողացան 3 անգամ ինձ դարձի բերեն, հիմա դուք եք ուզում, փորձեք մի հատ էլ փորձեք, ինչ ա եղել։ Հեշտ է։ Հասկանում եք, խնդիրը նա է, որ ամեն մարդ չի, որ գզում է։ Գզողները իրանք են եղել, սա իրանք կյանք։ Ես իրանք բոլորին ճանաչում եմ, ես միշտ գիտեմ որպես գզող, թող մեկը ելնի, ասի ինքը գզող չի եղել։ Բայց փաստն է, որ այն ինչ որ ունենք։ Դա համար ասում եմ, զբաղվեք, կտեսնենք։ Կարող են վտանգներ են ձեզանից